Բաղրամյան Դեմիրճյան խաչմերուկում Բագրատ arczepiskopos Գալստանյանի գլխավորած շարժման ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումներից ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից 1 տարի անց որևէ ոստիկան դեռևս քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Ոստիկանների գործողություններից տուժեց 101 քաղաքացի, այդ թվում 18 ոստիկան։ Սկսին ժողովրդին ջարդել, փշրել, նռնակներ կրակել, այդ նռնակներից մեկը կբավանգաճս կդրեց։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող 74-ամյա Տիգրան Սարիբեկյանը նկարագրում է ոստիկանների այդ օրվա գործողությունները։ Ասում է, մինչ հատուկ միջոցների կիրառումը խաղաղ ակցիա էին անում, ոստիկանները սկսել են քաշքշել իրենց, բայց որ նռնակներ կնետեին, նրա խոսքով անսպասելի էր։ Գալիս էին դեպի իմ կողմը, ես մենակ ասել եմ, տղեկ, ես ինչ եք անում։ Ընձել կտին ոտների տակ, Սարոջես քաշել էին ճղել լրիվ։ Պետրանից հետո նոր սկսին նռնակները քցել, ես էլ այդ ագաջս որ բան եղավ, ջղայնած է, ես էլ վերի այդ մի պեդիկատոր կարանդե շպրտի դրանցյալ։ Ոստիկանների ուղղությամբ, բայց իրանց չի էլ հասեսկի։ Ակցիայի մասնակիցը տեղում բուժօգնության է դիմել, ասում է կարմիր բերետավորներից մեկն էլ է օգնություն ցուցաբերել իրեն։ Ոստիկանների գործողություններին առնչվող քրեական վարույթի շրջանակում տուժողի ու վկայի կարգավիճակով հարցաքննվել են թե ոստիկաններ, թե ակցիայի մասնակից քաղաքացիներ, բայց որևէ մեկի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Ստացվում է, որ այդ գործով որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, նշանակված են պայթունատեխնիկական, հետքաբանական, քիմիական, համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել։ Հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք։ Փոխարենը խուլիգանության հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի 16 մասնակցի նկատմամբ։ Հատուկ միջոցների կիրառումից շատ չանցած քննչական կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնեց հայտարարելով, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, սկսել են հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ։ Ի տարբերություն ոստիկանների գործողությունների համաչափությանն ու իրավաչափությանն առնչվող վարույթի, այս գործն արագորեն դատարան է հասել, սակայն շուրջ 1 տարի քննվող գործով այս պահին որևէ նորություն չկա։ Մեղադրյալների նկատմամբ տարբեր խափանման միջոցներ են ընտրված, նրանցից ոչ ոք սակայն կալանավորված չէ։ Ապացույցների ծավալ կա, ցուցմունքներ, ոստիկանների ցուցմունքները, տեսաձայնագրությունները, բայց այդ տեսաձայնագրությունները վերաբերվում են այն իրադրություններին, երբ օրինակ պայմանական որևէ X ցուցարար, որը մեղադրյալի կարգավիճակ ունի, ասենք ձեռքին ինչ-որ առարկա է, ինչ-որ մի կողմ է նետում, պարզել չի ումա նետում, ումա դիպչում, դիպչելուց հետո ինչա տեղի ունենում։ 16 մեղադրյալների շահերը դատարանում պաշտպանող Վարազդատ Հարությունյանը հարցադրում է անում, ինչպես պատահեց, որ այս գործն արագ հասավ դատարան, մինչդեռ մյուս գործով մինչ այժմ որևէ ոստիկան մեղադրյալ չէ։ Այն դեպքում, երբ կան բազմաթիվ տեսագրություններ ոստիկանների ոչ համաչափ գործողությունների մասին։ Եկեք ընդունենք, որ դատարկ կապրոնի շիշը որևէ կողմ նետելը դա խուլիգանություն չի։ Այն պարագայում նամանավանդ, երբ մարդը դուրս է եկել իր բողոքի խոսքը արտահայտի ու իր վրա նետում են նռնակներ, այդ իրավիճակում հոգեկան խիստ հուզմունքի վիճակում մարդը ունի ինքնապաշտպանական վնաս։ Հատուկ միջոցների կիրառման հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից պրոֆեսիոնալ եւ իրավաչափ գնահատեց ոստիկանների գործողությունները։ Ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր ինստիտուտը, ոստիկանությունը պաշտպանել է Հայաստանի պետականությունը։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի համոզմամբ մինչ այս պահը որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ չունի, քանի որ իրավապահ համակարգին կաշկանդում է Փաշինյանի այդ հայտարարությունը։ Լուսաձայնային նռնակ նետողները չէին տեսնում, թե ում վրա էին նետում։ Եվ եղել են դեպքեր, երբ որ լուսաձայնային նռնակները նետել են մարդկանց վրա, ովքեր վիրավորներին օգնելու էին եկել, որովհետեւ առումով ագրեսիա չէին դրսևորում, ակնհայտորեն ապօրինի է դա։ Բայց արդյոք լուսաձայնային նռնակ նետողը տեսնում էր ինքն ում վրա շպրտում։ Եթե տեսնում էր, ապա ինքը մաքուր հանցագործ է։ Ոստիկաններն այդ օրը կիրառել են զինված հարձակումներ հետ մղելու եւ ավելի կոշտ ուժային գործողություններ կատարելու համար նախատեսված Զարյա 3 լուսաձայնային նռնակ։ Սա պարզվել է տեսանյութերի ուսումնասիրությամբ, ում կողմից է ակցիաներին այդ ժամանակ դեռևս չթույլատրված նռնակի կիրառման հրաման տրվել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տարեսկզբին այս հարցինի պատասխան նշեց, որ գնահատականները կտրվեն քրեական վարույթի արդյունքում։ Այդ բոլոր հանգամանքները քրեական վարույթի շրջանակներում պիտի ստանան գնահատականներ։ Իրավաչափ է եղել, թե իրավաչափ չի եղել,
ովքեր են տվել հրամաններ ենթադրենք, ինչ քանակությամբ է կիրառվել, եղել է բեկորային թե անբեկոր։ Ոստիկանների գործողություններից 2 շաբաթ անց առողջապահության նախարարությունը նոր հրաման արձակեց, թույլատրելով մինչ այդ արգելված Զարյա 3 տեսակի լուսաձայնային նռնակների կիրառումը հավաքների ժամանակ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սա խնդրահարույց չհամարեց։ Որևէ սրբագրման կամ սահմանափակման հարց չկա, թե որ ամսաթվի եւ երբ են արվում փոփոխությունները, ասեցի, օրենքով սահմանված կարգով, պահպանելով ընթացակարգերը, որևէ հետին թիվ, չգիտեմ ինչ չկա, ընդունվել է որոշում փոփոխություն մասով, չեմ կարծում, որ այստեղ որևէ ինտրիգ կա։ Զարյա 3 լուսաձայնային նռնակի գործարկումը պետք է լինի միայն բաց տեղանքում, մարդուց նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, այս կանոնը նույնպես չի պահպանվել։ Ոստիկանությունը նռնակները նետել է ցուցարարների, անգամ լրագրողների ուղղությամբ։ Ոստիկանության գործողություններին անդրադարձել է նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման մասին նախորդ տարի ընդունած բանաձևում ընդգծվում է, որ հավակնոտ բարեփոխումների մասին հայտարարած հայաստանյան ոստիկանությունը ուժ կիրառելու դեպքում պետք է այնպես գործի, որ ցուցարարներին նվազագույն վնաս հասցնի։ Ցուցարարների նկատմամբ անօրինական ուժի կիրառման մասին շեշտել է նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, միաժամանակ արձանագրել ոստիկանության արձագանքի համաչափության եւ օրինականության վերաբերյալ հետաքննությունից հետո իրավապահ մարմնի ոչ մի աշխատակցի մեղադրանք չի առաջադրվել։ Կազմակերպությունը նաև Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ եւ անաչառ հետաքննել հունիսի 12-ին Բաղրամյան Դեմիրճան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպը։ Հայաստանի իշխանությունները չեն արձագանքել միջազգային կառույցների այս արձանագրումներին։